Հայաստանի հավաքականի պրոֆեսորը։ Հենց այդ բառով էր Եղիշե Մելիքյանը նկարագրել Էդուարդ Սպերցյանին։ Ռուսաստանի գործող չեմպիոն Կրասնոդարի ավագը հիացնում է վերջին տարիներին թե ակումբում, թե հավաքականում իր խաղով։ Կիսապաշտպանի արդյունավետությունը ակումբում շատ բարձր է։ Նա գոլեր է կառուցում շատ տարբեր դիրքերից, հարվածներով ու փոխանցումներով։ Սպերցյանը համադրում է տեխնիկան և խաղային ինտելեկտը։ Այս ֆուտբոլիստը փայլուն է նկատում մրցակցի պաշտպանության բացերը և շքեղ փոխանցումներով օգտվում դրանցից։ Սպերցյանն ակումբում խաղում է իր հիմնական ենթահարձակվողի դիրքում, իսկ հավաքականում ստիպված է գործել ավելի խորքից։ Էդուարդը ազգային թիմում և սկսում է գրոհները, և մասնակցում եզրափակմանը, թեև մեծանում է նաև պաշտպանական աշխատանքը։ Մերօրյա ֆուտբոլում կարևոր է, որ նա նաև շատ լավ է իրացնում ստանդարտները։ Սպերցյանը կարիերայում 15 գոլային փոխանցում է կատարել անկյունայիններից, իսկ 9 գոլ խփել է Տուգանայանից ուղիղ հարվածներով։ Կիսապաշտպանը վաղուց հասունացել է թոփ լիգայում խաղալու համար։ Ըստ ձեզ, որ առաջնությունն է ամենահարմարը Սպերցյանի համար։